Պարոն Կարապետյան, դուք նոր հիշատակեցիք, այսինքն հարցի մեջ հիշատակվեց իշխանությունների կողմից հրապարակած 280,000 աշխատատեղը եւ որ կասկածում են։ Բնական է, որ պիտի կասկածեն փոքր դիտարկում, որովհետեւ ըստ փորձագիտական իրար տեսական գնահատականների այդ 250-ի լավագույն հաշվարկներով 50-ը 10 թվերից աշխատատեղերի լեգալացումն է։ Եվ Ցանկանայի վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց, 2 օր առաջ հրապարակեց տվյալներ, կրկին գյուղատնտեսության ոլորտում ունենք 5% անկյուն, վերջին 8 տարվա ընթացքում անդադար անկում։ Ինչ է արվում, ինչ է պլանավորում գյուղատնտեսական ոլորտում բարելավելու համար եւ իդեպ թեմային մոտիկ, այստեղ գալուց ճիշտն ասած մի փոքր տարակուսեցինք, ինքը գյուղատնտեսական զարգացած շրջան եւ տեքստիլ արդյունաբերություն։ Ավելի նախընտրելի չէր լինի նման գործարանը կառուցել Շիրակում, Գեղարքունիքում, որտեղ աղքատությունը 60-70% է եւ աշխատատեղ չկա։ Եվ մի կարճ քաղաքական հարց։ Այստեղ շատ է խոսում ընտրակաշառքների, ձայնագրությունների մասին, բայց մենք վերջին ընտրություններից տեսել ենք կոնկրետ իշխանական ուժի կողմից ավտոբուսներով ընտրությունների բերելու, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար չեն ավտոբուսում հերթ կանգնում, ըստ ողջամիտ կասկածների դա հստակ ընտրակաշառք է եւ կարուսելներ։ Ինչ միջոցներ եք ձեռնարկելու առաջիկա ընտրություններին նման երևույթների դեմ պայքարելու համար։ Շնորհակալություն։ Շատ լավ, հարցը 3 հատ էր։ Ես վերջինից գամ երևի, առաջինը կհուշեք հետը։ Առաջինը ուզում եք մի հատ վերջին գյուղատնտեսությանը, նայեք, մեր կառավարությունը բավական էֆեկտիվ է վերաբերվում գյուղատնտեսությանը։ Մենք ունենք շրջակա միջավայրի նախարարություն, մենք ունենք հարյուրավոր տարբեր պետական կառույցներ, միայն ջրային ոլորտում 3-ից ավելի կառույց ունենք, բայց գյուղատնտեսության նախարարություն չունենք։ 300,000 մարդ կես զբաղվածությամբ, իհարկե սեզոնային զբաղվածությամբ զբաղվում է գյուղատնտեսությամբ, բայց 300,000 մարդու պետությունը մի նախարարական հաստիք չի տրամադրել, որ սպասարկի։ Սա վերաբերվում է այն քաղաքականության, որ այս պետության ղեկավարը այսօրվա ինչպես է վերաբերում իր հայրենակիցներին։ Նաև գյուղերում բնակվող մեր հայրենակիցները պետք է հիշեն, որ իմ կարծիքով, որ գլխավորը իհարկե 2 հատ լավ ռեմոնտ բակերում լավ բան է, բայց ամենագլխավոր բանը, թե իրենց ընտանիքը ինչ բարեկեցության մեջ է։ Իրենք ապրանքը չեն կարողանում նորմալ վաճառեն, չկա մթերում նորմալ, առողջ մթերում չկա, գյուղատնտեսության նախարարություն չկա։ Քաղաքականությունը 0-ից համարյա պետք է գրվի եւ կգրվի ու դուք կտեսնեք, որ Հայաստանի գյուղատնտեսությունը ինչ շեշտակի աճ է ապրելու։ Նույնն էլ Սփյուռքի հետ աշխատանքների մեջ մենք ունենք խնդիր։ 7 միլիոնանոց Սփյուռք ունենք, չունենք մի պատասխանատու նախարար, ով համակարգային կաշխատի, ով պրոֆեսիոնալների բազան կձևավորի։ Ու մեր ուժեղ կողմերը թերագնահատում ենք, դրա համար էլ զարգացման այս մեծ հնարավորությունը բաց ենք թողնում։ Մյուս հարցը, որ հիշեցնեք, գործանի տեղը, տեսեք, Հայաստանում բազմաթիվ վայրերում գործազրկությունը համարյա բոլոր տեղերը, բացի մի քանի շրջաններից, որտեղ հանքարդյունաբերություն է, մեծ գործազրկություն կա, այստեղ էլ կար։ Այս տարածքները բոլորը քանդած հին շենքեր էին եւ ավերակներ էին այստեղ։ Եվ ճիշտ քաղաքականության, ճիշտ մոդելի արդյունքում մենք հասել ենք նրան, որ թուրքերին շուկայից մեծի մասամբ հանել ենք Հայաստանի, արտահանում ենք արաբական երկրներ, հարյուրավոր մեր հայաստանցիների արտաշատի Ոստան գյուղի մեր հայրենակիցներին գործ ենք ապահովել։ Դա նույնը լինելու է Հայաստանի բոլոր շրջաններում, ինչ վերաբերում Գյումրիում կա ծրագիր կտորի գործարանի, պատմականորեն տեքստիլը այնտեղ զարգացած է եղել։ Կտորից հետո կտորը կապահովի էժան կարի որակ, որը կլինի Գյումրիի համար այցեքարտերից մեկը, 3 այցեքարտերից մեկը, մյուսը լինելու է ներքին տուրիզմը, իսկ երրորդը հետագայում կներկայացնենք։
Իշխանությունների կողմից ճնշումը կա, բայց իշխանությունները մի հատ իշխանություն ունենալը մի հատ խնդիր ունի։ Երբ դու սկսում ես ռեպրեսիաներով զբաղվել, քեզ ճիշտը չեն ասում։ Իրենց ճիշտը չեն ասում մեր ժողովուրդը։ Իրենց ասում են հա, վերջում իրենք կտեսնեն ինչ է լինելու։